Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա հաղորդումը դա որպես ոգեշնչման հաղորդում է և ես ուզում եմ ասել, որ մենք միշտ հիշելու ենք ու կհիշենք անկախ նրանից մեր հայ ազգի հարցը արդար վճիռ ստանա աշխարհում և մենք ետ ստանանք ու ապրենք մեր 618,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա մեր զոհերի հիշատակը չի մարելու, քանի որ 3 միլիոնից ավելի հայերը կոտորվեցին նրա համար, քանի որ իրենք հայ են և մարդկության հանդեպ բնաջնջումը միշտ լինելու է աշխարհի մասշտաբով դատապարտելի, որովհետև եթե հայկական եղեռնը դատապարտեն, ինչպես այժմ արդեն նշում են գերմանական հենց Նյուրնբերգի դատարանը, նշում են Նյուրնբերգի դատարանում ցույց տրվող ֆիլմերը անընդհատ գրվում են, եթե դատապարտեին հայոց եղեռնը, արժանի դատապարտվեր աշխարհի վրա մյուս եղեռները, չէր շարունակվի, սա է հիմնական նպատակը, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ուրանալ կամ ցույց տալ, թե իրենք ուրանում են թե եղեռնը, թե մնացածը, նրանք համաշխարհային դատապարտման չէ, դատաստանին են արժանանալու, այսօրվա հաղորդումը ոչ թե լինելու է ես իմ երկար, պատմական և այլն, ես շատ կարճ ու կոնկրետ եմ ասելու, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ազգասերներ խմբի, Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության, ազգային նախագիծ հասարակական կազմակերպության և ԴՕԿ կուսակցության այն անդամներին, ովքեր առանց քաղաքական նկրտումների և միասնության մասնակցեցին, որի վիդեոներն ու նկարները կա Facebook-ում, այսօրվա մեր հիշատակի երեկոյին, որ մենք հիշատակի օրվան, որ մենք գնացինք մեր տուրքը մատուցեցինք մեր զոհերին, այո, մենք պահանջատեր ենք, եղեռնը չի մոռացվելու, հայոց եղեռնի հիշատակը չի մոռացվելու, մենք միշտ հիշելու ենք մեր զոհերին և պահանջատեր ենք մեր պապենական հողերին, մենք ոչ մեկից Ֆրանսիան չենք ուզում, մենք Լեհաստանը չենք ուզում, Գերմանիան չենք ուզում, Հնդկաստանն ու Չինաստանը չենք ուզում, Աֆրիկան չենք ուզում, Ամերիկան չենք ուզում, մենք մեր պապերի հողերն ենք ուզում և դա միջազգային օրենքով հաստատված միջոց է, իսկ ովքեր փորձում են այն խախտել կամ նրա վրա զայրանալ կամ փորձել ժողովրդի միջից անել այդ հարցը իրենց ապուշ ուղեղով, նրանք ենթարկվելու են դաժան դատաստանի, սա միանշանակ, խոսքս գնում է Նիկոլ Փաշինյանի և նրա չոլկեն ոչ լոտ չոլկով օգնական Նազելի Բաղդասարյանի մասին, որ ասում է Նիկոլ Փաշինյանը զայրացել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները այրվել է, զայրացել է, թող գնա Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության տակ լենքին պառկի, ես խոսք եմ տալիս Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության հաղթանակից հետո ընտրություններում Արթիկի գաղութի տղեկ, ձեզ նվիրաբերել Նազելի Բաղդասարյանին, որ ինչ ոնց ուզում եք արեք, հետագայում կփոխենք մեկ այլ մյուսով, Լուլուին կնվիրաբերենք Կոշի գաղութի տղեկին, և այսպես շարունակ, Ժոկոյի երկու աղջիկներին ու Արտին ու Ծովինարին, մեկին Սևանի գաղութին, մյուսին է Գորիսի կռիթի, իսկ կանանց գաղութին, տիկնայք, ձեզ չենք մոռանում, ձեզ տալիս ենք Աղազարյան Հովիկին ու Հակոբ Ասլանյանին, այնքան օգտագործեք երկու աչքից քոռանա լեզուն է կտրվի, որ այն օրն էլ էլի Աղազարյան Հովիկը դատապարտում էր, որ Ադրբեջանի դրոշը վառել է, պարզ է, հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ, այսօր ներքին գործերի նախարար Արցախի Կարեն Սարգսյանին, որ հարց են տալիս Արցախի ղեկավարներին ձեր տնից են տարել, ասում են, որ դուրս չգային, չէին տանի, ինձ չի հետաքրքրում Արցախի ղեկավարներին տարան թե չտարան, թե գնացին հանձնվեցին, Կարեն Սարգսյան, ինձ մի բան է հետաքրքրում, դու ներքին գործերի նախարար, դու կռվին մասնակցած ես, չէ, առանց մասնակցելու չէին տա, լավ ներքին գործերի նախարար, առնվազն մի 100 հատ ադրբեջանցու արյուն խլած կաս, առնվազն քո հրամանով, դու ոնց ես Հայաստանում ապրում հիմա, այս հարցն է պետք է տրվի, որ ասում եմ Արցախի ղեկավարությունը պիտի դատվի ու Նիկոլը չի դատում, դերասանություն գցում են իրար վրա, դու նրա հետ ես, դու նրա, այս սա էլ պիտի լինի, և վերջինը ինչին ուզում եմ անդրադառնամ, հարգելիներս, այսօր մեր զոհերի
ամեղ զոհերի այսօր հիշատակի օրն է, ես էլ եմ հեսա գնալու Եղեռնի հուշարձան Նյուրնբերգում կա, հա, մեկ էլ մի հարց եմ ուզում անդրադառնալ, Գրիգոր Հակոբյան Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Պարոն Հակոբյան, չճանաչելով ձեզ ասեմ, տեսել եմ ձեր ինքնակենսագրականը, երկար ժամանակ աշխատում եք։ Ինչ հա տեղի ունեցել Թերանում։ Նոր տեղեկացրեցին, որ Թերանում ժողովուրդը չի թողել մոտենակ, ասելով, որ դուք դավաճան Նիկոլի թիմն եք։ Ամենայն դեպս ժողովուրդը իրավունք ունի դա ասելու։ Իսկ ինչ վերաբերում է ձեր դեսպանատան աշխատակցին, որը հայոյել է հայ կնոջը եւ այլանդակ սեռական բնույթի հայոյանքներ ա տվել, ես ձեզ դիմում եմ ազնվությամբ եմ ասում 24 ժամ ժամանակով, որից հետո ոչ թե սա ահաբեկում է, սա իրականություն է, չնեղանաք ժողովրդական ցասումից։ Տեսեք, չեմ ասում, քեզ խփել կտամ, քեզ կախել կտամ, ահաբեկում չի, չնեղանաք ժողովրդական ցասումից։ Գրիգոր Հակոբյան, ձեզ Աղազարյան Հովիկի հետ մեկտեղ եւ մյուսների հետ մեկտեղ ամեն օր կդնենք ժողովրդի խարանին, որ այնքան բան ասեն, որ դուք ձեզանից վախենաք։ Ներկայանում եք, դուք կամ զանգում եք, ես գրել եմ, կամ գրում եք, ձեր աշխատակցի վարքը ինչով է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կինը, որ ներկայ է եղել Եղեռնի հիշատակների հուշարձանին, նրան հայոյվել է, ծաղիկ են քաշել ձեռից, թե ինչ են արել։ Կամ ձեր աշխատողին 5 վայրկյանում, անկախ նայած Նիկոլի շուննա թե չէ, հեռացնում եք, կամ դատական գործ եք հարուցում, կամ այդ ամբողջը գնում է ձեր վրա։ Դուք հասկանում եք, չէ՞ ինչի տակ եք մտնում։ Դուք մտնում եք ազգուրած գործողության տակ։ Նոր գրիբայդով ձեզ միշտ սարքեք։ Ես սա ուղիղ եմ ասում, հայ ժողովուրդը ցասումով չելնի, ինքը իր դեսպանատունը չգրավի ու չսատկացնի ձեզ բոլորիդ։ Հիշեցնեմ ձեզ, որ Իրան այն երկիրն է, որտեղ բազում դեսպանատան աշխատողներ, դեսպաններ սատկել են, այդ թվում նաև Ադրբեջանի դեսպանը։ Քանի որ դուք, ես ձեզ ոչինչ չեմ ասում, չեմ էլ ճանաչում, նայել եմ ձեր վաստակը, երկար տարիների սովորել է եւ այլն, ուղղակի խնդրում եմ, անկախ նայած Նիկոլի թեմով եք նշանակվեց թե չէ, խնդրում եմ պատասխան տալ 24 ժամ, հիմիկվա ժամից 24 ժամ ասում եմ, եթե ես ձեր պատասխանը չստացա, դուք համաժողովրդական քաբության նոխասն եք դառնում հերթական, հիմա էլ դրսի։ Նայեք, Վահե Սինյանյան չդառնաք ԼԳՏԲ դրոշը չկպցնենք մեջքներիդ։ Ես սա զգուշացնում եմ, ես գիտեմ, որ կին ունեք, երեխաներ ունեք։ Այնպես արեք, որ ձեր հայի կերպարը մնա։ Սա ոչ մի վիրավորանք է, ոչ ահաբեկում է։ Պատասխանեք, ասեք ինչ ա եղել, ու ինչ եք արել այդ աշխատողին։ Ստից մի հատ տույժ բան չէ։ Աշխատողը թող դուրս գա, հրապարակային ներողություն խնդրի, այդ կնոջն էլ մյուսին, որ չլինի հակառակ դեպքում բոլորը տնկնում եք նույն գծի տակ։ Նիկոլ եք ուզում դառնալ, կդարձնենք Նիկոլ։ Գրիբայդովի անտեր գերեզման եք ուզում դառնալ, կդարձնենք անտեր գերեզման։ Այ քեզ բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի թեքելու ցանկացած պետական պաշտոնյայի երեսին, մինչև վարչապետ, որ ասում է ուրանում եմ հայկական Եղեռնը։ Սա իմիջիալոց ականջներիդ եք օղանում, թե պորտներիդ եք պիրսինգ անում, թե քթից եք կախում ցլի նման ընտանիքով, մեծից փոքր կին տղամարդ, ես մտնում եմ արդեն ձեր անձնական դաշտ։ Դա ձեր գործն է։ Հայոց Եղեռնի ժխտողականությունը սա ամենամեծ հանցագործությունն է։ Իմիջիալոց հիմա Նիկոլ Փաշինյանին հետևը մի հատ նոր հսկայական գազամուղ մտցրեցին աշխարհի կարևորագույն ղեկավարները, ցավակցելով հայոց Եղեռնի հիշատակի համար եւ ասելով, որ ոչ մեկս չենք մոռանա։ Մակրոնը, Լիբանանի ղեկավարը, Հունաստանի եւ մնացած երկրների հերթով ասում են, ըստ ժամային գոտիների, որտեղ Ամերիկայում մութ է, այս ամերիկյան մայրցամաքն է դուրս կգա։ Սա Նիկոլ Փաշինյանի եւ թուրք ու Ալիև ու ռուսական, նույնիսկ ռուսական ամենափնթի ալքաշ Զախարովան, այդ ցավակցությունը ձևական հայտնեց, իհարկե նրա ասելը մեր համար զզվանքա, բայց թե հայտնեց, այսինքն Նիկոլ Փաշինյան սրանով ապացուցեցին, որ քեզ ցանկացած գազամուղ աշխարհի մտցնելու են հետևդ ու լուցկին վառելու են քեզ ընտանիքով քո թմով։ Անենց որ պարոն դեսպան, տեսեք ես ձեզ պարոնով եմ դիմում, ոչ մի որևէ բան դեռ չեմ ասում։ Դուք ունեք 24 ժամ ժամանակ, կամ ձեր աշխատակցին massայական հանում եք, կամ վիդեոն ուղարկում եք ինձ, որ ներողություն ախնդրում,
բացատրելով, որ սխալ ա եղել եւ այլն, չնայած դա ներողությունով չի փրկվում, կամ նրան գործից ազատում եք, նախ ինչ իրավունք ունի դեսպանատան աշխատողը սեռական բնույթի հայոյանք տեղա Եղեռնի հուշարձանում։ Նրան դատական գործ է հասնում։ Եթե ոչ, ուրեմն դուք ընկնում եք հարվածի տակ։ Ձեր անպարկեշտ աշխատակցի իրավիճակը նարկոման երևի Նիկոլի տակի ապրանք վերցնում եք այդտեղ։ Իսկ մեր հաղթանակից հետո բոլոր գաղութները ստանալու են պարգև, կգրեք ցուցակը գաղութում տիկնայք եւ պարոնայք, ձեզ դիմում եմ այդպես, կասեք ով եք, ովքերի ում եք ուզում, որ բերեն ձեր մոտ, անկախ կուսակցությունից, Հայաստանի 35 տարվա իշխանությունները եւ նրանց հարող մարդկանցից, կբերենք ձեր մոտ կուրախանակ։ Սա լինելու է ամենամեծ պարգևը գաղութի տղեկին եւ կանանց։ Ուրիշ տարբերակ դեռևս չեմ ասում, հերթով կլինի։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, որովհետև Եղեռնի հուշարձանին գնացող հիշատակ մատուցող մարդկանց հայոյելը կամ նրանց թերագնահատելը, սա Թուրքից բետար այլասերվածություն է։ Դրա համար մենք պահանջատեր ենք մեր հողերին, պահանջատեր ենք մեր զոհերի հիշատակին։ Աստված թող արժանին պատժի ամենավերջի ձևով հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինի, որտեղ իրանք այսպես տականք են Եղեռնի հուշարձանը ապականող Նիկոլ Փաշինյան եւ նրա ենթակա մարմնավաճառներ, ոնց որ իրանց տերն է մարմնավաճառ։ Բարձա, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում Ադրբեջան գոյություն չի ունենալու մեր հաղթանակի դեպքում։ Հաջորդ տարին Վանում, Մուշում, Սասունում, Կարինում, Բաբերթում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսին, Թուրքիայից էլ հələ հայտնի չի ինչքանը կմնա։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ Աստված լսում է մեր ձայնը, մեր մաղթանքը։ Հենց հիմա Թուրքիայում 211 հետ ցնցում է գրանցվել։ 7-ից 8 թվալը գալու է։ Այս խոսքերս հիշեք, ես սա միշտ եմ ասել։ Ասում եք ուրա, օրը հասնա որոշող ես չեմ։ Աստվածը։ Ստեսություն ձեզ։ Ամեն։